Սապերի և երաժշտության ներքո դիմավորենք այսօրվա հերոսներին Տերևտիկին, Կարապետ և Արփիկ Բեսիկյաններ։ 50 ոսկե տարի, կեսդարյա պատմություն, որ վիճակված չէ ամեն զույգի։ Համատեղ ապրած տարիները միայն վարդագույն երանգներով չեն եղել պատված։ Գյումրեցի Բեզիկյան ամուսինները կյանքում հաղթահարել են բազում խոչընդոտներ, դժվարությունները նրանց չեն վախեցրել։ Ամենաառաջի դժվարությունները փոքր էր, ինքը չէին ամուսնացնել, ես էլ ոտս սխմել էի, դու անպայման ամուսնանանք։ Ու ամենայն դեպս ես հաղթած դուրս եկա։ Տեր-Եվտիկին Բեզիկյաններն այսօր էլ նույն սիրով ու հարգանքով են նայում միմյանց աչքերին։ Տարիների հեռվում թաքստոց գտած սիրո պատմությունը նույնիսկ այսօր աղջկական ամոթխածությամբ է հիշում տիկին Արփիկը։ Չէ, սիրելով չենք ամուսնացրել։ Մեզ ամուսնացրել են ծնողները, ժամանակ չի եղել մեզ սիրելու։ Երկու աղջիկ եւ մի տղա։ Զավակները մեծանում են, կազմում իրենց ընտանիքները։ 50 տարի անց արդեն Բեզիկյան ամուսինները մի ամբողջ Գերդաստանի համար են պատասխանատվություն կրում։ Հարս ու աղջիկ, որդի ու փեսա, թոռներ, ովքեր մեծ ակնածանքով են վերաբերում տատուպապի անցած ճանապարհին։ Որպես երախտիկ ու հերթական անակնկալ, նրանք Բեզիկյան ամուսիններին արժանացրին տարվա լավագույն ոսկե զույգ մրցանակին։ Մենք առաջվա մարդիկ ենք, էլի, ասենք, որ սիրում ենք տրադիցիաները, սիրում ենք մեր հայկական ծեսերը, ամեն ինչը։ Դրա համար էլ մենք հասկացանք իրար, ես էլ այսքան ժամանակ իրանց բարկացու փեսեն եմ։ Երկար կյանք, առողջություն։ Մնացած իրանք ամեն ինչ էլ ունեն։ Տարածն է մեզ է, մեր խոսքով իսկականից շնորհավոր։ Հպարտությամբ ու նվիրումով են այսօր Արփիկ եւ Կարապետ Բեզիկյանները նայում իրենց հետնորդներին։ Միասին են ապրել, ստեղծել են, արարել եւ արդյունքն ակնհայտ է։ Կերտած կեսդարյա պատմությունն ինչ խոսք չի ավարտվում։ Սա էլ մի նոր սկիզբ է։ Սկիզբ նոր կյանքի ու ընտանիքների, թոռների ու ծոռների։ Երազանքը երեխեքից տեսնել արդեն կայացած։ Կսպասեմ, այսինքն բախտերի բացման, թե երբ պետք է բախտերը բացվի, որ ծոռ ունենամ։ Զավակների ու թոռների համար անմնացորդ սիրո եւ հավատարմության վառ օրինակ հանդիսացող զույգը դեռ ասելիք ու անելիք ունի։ 65-ամյա Արփիկն ու շուրջ 8 տասնամյակը բոլորած Կարապետը այսօր էլ երիտասարդ են։ Նրանց հոգին երբեք չի ծերանա։